Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում ես հյուրընկալվել է Էլեն Գասպարյանը։ Ողջույն Էլեն ջան։ Ողջույն Թամարա ջան, շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Շատերը ձեզ ճանաչում են, քանի որ դուք սիրված դերասանուհի Զարա Արամյանի դուստրն եք, բայց երևի ավելի ճիշտ է, որ սկզբում խոսենք հենց ձեր մասին եւ նոր անցում կատարենք մայրիկի մասին խոսելու։ Մի փոքր պատմեք ձեր մասին, ձեզ մենք ավելի շատ տեսնում ենք էկրաններով, սոցիալական ցանցերում։ Ձեր մասնագիտական ընտրության վերաբերյալ երևի ավելի շատ զրուցենք։ Այսպես ասեմ, ուրեմն մասնագիտական ընտրությունս, որ էսպայն սովորում եմ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետում է։ Մի փոքր այսպես իմ տեսակին այդքան էլ համապատասխան չէր, չնայած որ միշտ լավ եմ սովորել, միշտ այսպես պատմությունը, դիվանագիտություն, գրականություն եւ այլն հումանիտարական առարկաները միշտ լավ են տրվել։ Այսպես սրտի կանչ չէր, էլի, չնայած որ մինչեւ հիմա էլ սովորում եմ, գուցե հետագայում ինչ-որ մի բան փոխվի։ Փորձում եմ հնարավորինս ակտիվ լինել սոցիալական կայքերում, գիտեմ, որ այսպես փորձում իմ արտիստիզմը ցույց տալ, մի փոքր այնքան ակտիվ չեմ, որ օրինակ համարվեմ բլոգեր, շատերը օրինակ ասում են բլոգեր, Էլեն Գասպարյան, ասում եմ չէ, այդպես մի ասեք, որովհետև դա ինձ համար կարծում եմ իրոք ինչ որ մի մասնագիտություն է արդեն իսկ, որին հասնելու համար ճանապարհ է պետք։ Այսինքն ես ոչ դեռ դիվանագետ եմ, ոչ դեռ դերասան եմ, ոչ դեռ բլոգեր եմ, բայց ոնց որ այսպես բոլոր կողմերից էլ մի փոքր փորձում եմ։ Միշտ հետաքրքրված եմ եղել ֆիլմերում, խաղալու համար, հաղորդում վարելու համար, այսպես փոքրիկ փորձ ունեցել եմ։ Երկար ժամանակ վարել եմ տարբեր միջոցառումներ, փառատոններ, այդպես էլ եմ փորձ ձեռք բերել։ Իհարկե մամայի շնորհիվ մեծ գիտելիքների պաշար, ամեն անգամ գնում քննարկում էինք, ամեն անգամ ասում էր Էլեն սա լավ, չի սա լավ, այս անգամ այսպես կանես, եւ կարծում եմ, որ ամեն անգամ ինձ մոտ էլ ավելի լավ էր ստացվում, այսինքն այն դասերը, որ պետք է երևի թե ստանային նման ոլորտում դեռ առաջին քայլեր անելու, ես արդեն ոնց որ մամայի շնորհիվ այդ դասերը ստանում եմ եւ դե իհարկե արդեն փորձը։ Հիմա նկարահանվում եմ Գոյամարտ հեռուստասերիալում, որը ինձ համար այսպես շատ կյանքում կարևոր էտապ է, միշտ երազել եմ, ամենագլխավոր երազանքս հենց այսպես դերասանի ճանապարհով քայլելն է եղել, մեդիա ոլորտում ավելի շատ, այսպես լրագրությունն էլ է շատ հետաքրքրել հաղորդավարությունը, բայց հենց դերասանությունը ամենասենց ոնց որ սրտի ցանկությունն է եղել, շատ շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին այս հնարավորության համար, մանավանդ կյանքի այս դժվար շրջանում դա այսպես ասած մի կաթիլ ոնց որ օդ լիներ, մաքուր օդ, որը ինձ տվեց հնարավորություն եւ փորձի եւ նոր նպատակներով լցվելու եւ այսպես ամեն օր արթնանալու եւ նոր գաղափարներով, նոր ինքս ինձ վրա աշխատելու հնարավորությունով։ Այսպես եմ փորձում դեռ ինչ որ քայլել, չգիտեմ ուր կտանի այդ ճանապարհը ինձ։ Միտք ունեմ այս տարի, գուցե, եթե այսպես հնարավորությունները լինեն թե ժամանակի առումով, թե եւ այլն, միտք ունեմ ընդունվել Թատերական ինստիտուտ, որովհետեւ կարծում եմ, որ այդ գիտելիքները, որոնք որ ինձ պետք են, ցավոք, այլ մարդ չկողմից ես կարող եմ ստանալ, եւ այդտեղ ես արդեն ուրիշ մասնագետների շնորհիվ կստանամ։ Էլեն, բայց մի այսպիսի բան կա, որ իրականում մեծացել ես այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ տեսել ես հիմնականում ավելի շատ դերասանական աշխատանքը, տվյալ ոլորտը եւ շատերը մտածում են, որ հենց այդ ուղով էլ պետքա գնայր, ինչպես ստացվեց, որ միջազգայնագետի մասնագիտությունը ընտրեցիր, այլ ոչ թե հենց մայրիկի ուղով գնացիր։ Ասեմ, որ երկար ժամանակ մաման կողմ չէր, որ ես լինեմ դերասանուհի, անգամ այսպես ասում էր, էլ կա գնա ժուրնալիստիկա, դարձիր լրագրող եւ այլն, որովհետեւ տեսնում էր, որ այսպես մշակույթ, արտիստիզմ հնարավորինս փորձել եմ ինձ միշտ արտահայտել, առաջին դասանից երևի մեր բոլոր դպրոցի միջոցառումները ես եմ վարել, այսպես արդեն բոլորը սովոր էին, որ եթե միջոցառում կա, Էլենն է կազմակերպում, Էլենն է վարում, եւ մաման դա նկատելով ու ասեմ մի բան էլ այսպես ոնց որ փոքրիկ գովաստ մտնեմ, ատամ հատիկիս, երբ papan այսպես փռել էր տարբեր գույնի մատիտներ, որովհետև շատ էր ուզում, որ նկարչուհի դառնամ, չնայած դա էլ արդար չի, գոնե մի հատիկ կդներ, այսպես տարբեր գույների, դե ես էլ երեխա եմ, բարձակ գույների վրա չէ, կգնամ, տարբեր գույների այսպես մատիտներ են եւ մի հատիկ հեռվում միկրոֆոն էր դրված։ Մաման ասում է այսպես բոլորը այս կողմ անելով, այսպես ձգվեցիր եւ այդ միկրոֆոնը վերցրեցիր, այդտեղ հասկացա, որ ամեն դեպքում ինձ պետք է ինքը շարունակի։ Շատ ուզում էր լրագրող լինեի,
Դա էլ հետաքրքրում էր, բայց այսպես ստացվեց, որ լավ սովորելու շնորհիվ միշտ էլ կողքից դասատուներն ասում էին, որ շատ լավ է սովորում, ավելի լավ ապագայի է արժանի, ինչ որ այսպիսի բաներ, ուրեմն կամ դարձիր մաթեմատիկոս, որովհետև մաթեմատիկան է քեզ մոտ շատ լավ, կամ դարձիր, չգիտեմ, իրավաբան, որովհետև այս առարկաներն են քեզ մոտ շատ լավ, եւ այսպես ոնց որ բաների մեջ էինք, էլի, այսպես սա թե սա, չնայած որ միշտ էլ փոքրուց այնպես եմ եղել, որ փորձել եմ հնարավորինս թույլերին պաշտպանել, փորձել եմ այսպես միշտ ասել եմ, ես մարդու իրավունքների պաշտպան եմ եւ այլն, իրականում դեռ ուզում էի իրավաբանական ընդունվել, այսպես վերջին վարքյանին, չգիտեմ ինչպես ստացվեց, որ ընդունվեցի միջազգային հարաբերություններ, ինձ կողքից ասեցին, որ այդպես ավելի շատ մարդկանց հետ կշփվես, այդպես ավելի, այսպես տարբեր մշակույթներ, երկրներ, այդ մշակույթ բառին էլի, ես խաբվեցի եւ ընդունվեցի միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։ Հիմա ասեմ մաման ինչու էր դեմ։ Մաման տեսնում էր, որ իմ ձգտումը շատ է։ Բայց համարելով, որ ինքը իր կարծիքով ուշ է ամուսնացել 30-31 տարեկանում, ոնց որ այսպես ասած չէր ուզում, որ այդ ճակատագիրը ես էլ կրկնեմ։ Իսկ ինքը պատկերացնում էր, որ եթե ես ընտրեմ այդ ուղին, ուրեմն ամբողջությամբ նվիրվելու եմ եւ այսպես ամուսնանալ, ընտանիք երկրորդ պլան է գնալու։ Մանավանդ որ փոքրուց էլ շատ ասում էի, չէ մամա, ես չեմ ամուսնանալու, չէ մամա, ես կարիերա, ես ուզում եմ քոպես լինեմ, քոպես շարունակեմ ամեն ինչ։ Եվ ոնց որ դա մեծ պատճառ էր, որ չէր ուզում ես այդ ճանապարհն ընտրեմ, բայց հետո երևի թե արդեն տեսնելով, որ այսպես էլ հնար չկա, ես ամեն ինչ փորձում եմ, արդեն իմ Instagram-ում եմ փորձում տարբեր վիդեոներ տեղադրել, որտեղ ցույց կտամ հնարավորինս, չգիտեմ, իմ շնորհը, ինչ որ չափ եթե ունեմ, այսպես արդեն երևի գիտակցեց, որ չէ։ Փաստորեն սա Էլենի ընտրած ճանապարհն է եւ այլևս ոչինչ անել չենք կարող։ Իհարկե գուցե եւ մի փոքր ուշ էր, գուցե եւ ավելի փոքր տարիքից սկսելը ավելի հեշտ կլիներ, թե գիտելիքների առումով, թե փորձի եւ թե հնարավորությունների առումով, բայց ես կարծում եմ, որ երբեք էլ ուշ չէ եւ եթե ես հիմա եմ սկսել, ուրեմն Աստված այդպես է կամեցել եւ հուսով եմ, որ դա ինձ կտանի ճիշտ ճանապարհով։ Մանավանդ որ արդեն իմ զույգին գտել եմ, էլ այսպես տարակուսելու վտանգ չկա, արդեն երբ կգա ժամանակը ամեն ինչն էլ իր հունով կգնա։ Բայց երբ որ արդեն հասկացա, որ իրականում ինքդ մեծ ցանկություն ունես, ինչպիսին էր որպես նաև մարդ, ով ունի տվյալ փորձը, արդեն իր տված աջակցությունը քեզ, արդյոք այդ ճանապարհը, որ դու սկսեցիր դերասանական, ինչպիսի աջակցություն ունեցար քո ծնողի կողմից։ Կոնկրետ սերիալի հետ կապված, ցավոք իր աջակցությունը ես չստացա եւ չտեսա, որովհետեւ այդ ժամանակ արդեն այսպես հիմա անգամ աղոտ եմ հիշում, կամ ինքը արդեն վատ վիճակում էր, կամ ինքը արդեն չկար, երբ այդ հնարավորությունը ստացա։ Կարծում եմ, որ շատ լավ կարձագանք էր, որովհետև արդեն ասում եմ, որ այսպես քիչ-քիչ արդեն գիտակցում ու հասկանում էր, որ վերջ ոչինչ անել չի կարող, դա արդեն իմ ընտրած ճանապարհն է։ Կարծում եմ, որ լավ կլիներ։ Մինչև հիմա ոնց որ իր խորհուրդները, որոնք որ ինքը ինձ տալիս էր իմ բուջուրիկ մինի, այսպես ասած, ֆիլմերը սարքելուց, որոնք Instagram-ում էի տեղադրում, YouTube-ում եւ այլն, այդ փոքրիկ խորհուրդները ես հիմա ավելի մեծացրած տարբերակով եմ հասկանում եւ փորձում եմ հիմա կիրառել ու օգտագործել ու պատկերացնում եմ, որ հետագայում, երբ ավելի այսպես գուցե հնարավորություն, գուցե փորձ եւ գիտելիք ունենամ, հետագայում դրանք էլ ավելի մեծ գանձեր են լինելու, որոնք էլի կիրառելու եմ։ Երբ օրինակ ինչ-որ փոքրիկ մի բաներ էի պատրաստում Instagram-ում էի դնում, միշտ էլի այսպես շատ վախեցած էի, ինչ ռեակցիա կտա, ինչ կասի, որովհետեւ կարող է այսպես նայեր, այսպես մի հատ դեմքից նայեր, հա, դու սենց բան ես, յոտկի ուզում անես, քեզ յոտկի սա հետաքրքիր է, այսպես նայեր, ինչ-որ ռեակցիա չտար, հետո ես բարձրանայի ասենք իմ սենյակ, ու իմ սենյակից լսեի, որ ինքը ինչ սենյակում անդադար այդ վիդեոն նայում է, այսպես վիդեոն պրծավ ինքը նորից նայում է, վիդեոն պրծավ նայում է, հետո հասկանայի, որ ինչ-որ իր անկերուներն են այդ վիդեոներս լայքում, արդեն հասկանում եմ, որ բոլորին հերթով ուղարկում է, հա, տարբեր երկրներում բան այսպես, եւ այդպես քիչ-քիչ արդեն ամեն անգամ երբ պետքա վիդեոն դնե, արդեն այսպես իմ համար ստրեսային պահեր, երբեք միանգամից ցույց չէի տալիս, ոնց որ ասում էի, լավա վատա, դնեմ, թող դնեմ նայ, այսպես դնում էի ուղարկում էի, մամ, մի հատ բան եմ նայել կարողա, բան եմ դրել կարողա նայես։
Եվ այդպես արդեն քիչ-քիչ իր ռեակցիաները ավելի լավ էին, ավելի վայ, կա շատ ծիծաղալու, վայ, կա շատ լավն է։ Ճիշտ է, կարծում շատ անգամներ ինքը տենց հատուկ էր անում, որ ես արդեն այսպես շատ ավելի մոտիվացվեի, շատ անգամներ էլ գուցե իմ ինքնագնահատականը դրանից ավելի էր ընկնում, մտածում էի լավ, երևի մամասա դրա համար ասում։ Չէ՞ կա օրինակ մաման ասում, «Ավայ շատ գեղեցիկ ես», այս հագուստը շատ ասազում, մտածում ես լավ, կողա չի սազում, բայց որ մամասա դրա համար աչքին արդեն ամեն ինչը գեղեցիկ է, հա։ Դրա համար այսպես ոնց որ շատ այսպես էր էլի, շատ անգամներ մոտիվացվում էի, շատ անգամներ մտածում էի, բայց հա իրոք այդպես է։ Մինչև որ ամեն անգամ արդեն այո, սկսել էի լավ ռեակցիա իր կողմից տեսնել ու զգալ, եւ դրանք էլ արդեն դառնում են խորհուրդներ, որ ասում էր այլ կա։ Այ մյուս անգամ մի քիչ այսենց կանես, այլ կա, ստե մի քիչ գերխախտես աչքի դեմ։ Չնայած որ ասում եմ, մամ, դա վիդեոյի ձևն է այդպես, որ ես օրինակ ծաղրում եմ այդ գերխաղը, գուցե ես էլ ունեմ, չգիտեմ։ Բայց ոնց որ ամեն անգամ այդպես նկատողություն անում էր, որոնք հա ինձ համար մեծ խորհուրդներ են։ Նաև Էլեն նշեցիր, որ հենց Մարիկդ վախ ուներ, որ ուշ է ամուսնացել ըստ իր տվյալ օրինակ ժամանակահատվածի ուշ է ամուսնացել եւ ցանկանում էր, որպեսզի դու ավելի շուտ ընտանիք կազմես, ինչ դերակատարում ուներ նրա համար քո նշանադրությունը, որովհետեւ այդ շրջանում նաև առողջական խնդիրները արդեն սրվում էին։ Ուրեմն իմ այսպես սիրելի հայտնվելը այսպես տարբեր գունային գամաներ տվեց իր կյանքում, սկզբում մի փոքր խտրականապես էր վերաբերվում, որովհետև մենք մեր շփման ընթացքում մենք պատկերացրեք մինչև այսպես իրար սիրարվել է, այսպես ասած, մոտ 2-3 տարի եղել ենք պարզապես ընկերներ եւ իսկապես պարզապես ընկերներ, այսպես ասեմ, մի փոքրիկ ցած հումոր պատմեմ, միշտ ասում եմ ոչ մեկին մի պատմիր, բայց պատմեմ ուրեմն ինքը Լիբանանից է, շատերն ասում են Ամերիկա, հայ, բիզնեսմենի հետ, ոչ, ուրեմն ինքը Լիբանանից է, արևմտահայ եւ ռուսերեն չգիտի։ Մի անգամ այստեղ ինքը ժամադրության էր, չէ՞ ռուս աղջկա հետ, եւ ես գնացել եմ այդ ժամադրությանը որպես թարգմանիչ։ Այսինքն այդ չափ մեր մեջ ջողակի ընկերություն էր եւ իմ ընտանիքի համար գուցե դժվար էր ընդունելը, որ այս տղային մենք վերաբերվել ենք որպես մեր որդի, որպես Էլենին լավ ընկեր, եղբայր եւ հիմա ինչպես թե սերը ցակելիս գուցե սկզբից է եղել մեզ ոչինչ չեն ասել թաքցրել, այսպես ոնց որ մտքեր էր առաջացել եւ մաման մի փոքր խտրականապես էր վերաբերվում։ Բայց այսպես քիչ, մանավանդ ընտրյալս էլ եկավ, ճիշտ քայլեր արեց եւ այլն խոսեցին, ինքն էլ շատ հումորով է, երկու հումորով մարդ, այսպես ես մի փոքր քիչ հումորով մարդ, այսպես կողքից նայում եմ իրեն երկու հումորով մարդ, ոնց որ միանգամից այսպես իրենց կապը ձևավորվեց ճիշտ։ Եվ արդեն քիչ-քիչ սկսեց իրեն ընդունել, հետո էլ ավելի ոգևորված էր ինձնից, էլ կա չի կարելի շատ սպասել, պետք է արդեն նշանվել, պետք է արդեն ամուսնանալ, արագ-արագացնում էր էլի անընդհատ։ Եվ շատ ոգևորված էր այդ շրջանում, երբ պետքա ինձ առաջարկություն արվեր, այդ ամեն ինչը իրեն այսպես ապրեցնում էր, ոգևորված, ոնց որ մասնակից էր այդ ամեն ինչին, իր սենյակում նստած ամեն ինչը ինքը այսպես ասած կառավարում էր էլի։ Այդ շրջան իրեն շատ ապրեցրեց, հետո մի փոքր հետո հանգստացավ ու նորից արդեն ապրեցնում էր այն միտքը, որ հեսա պետք է արդեն հարսանիք լինի։ Դրա համար շատ այո ոգևորված էր, հա, վիճակը շատ սրված էր, բայց արդեն այդ մտքերը ոնց որ թույլ չէին տալիս, որ ինքը կենտրոնանար առողջականի վրա, այլ արդեն այսպես արդեն պատկերացումների մեջ էր, սա կանենք, նա կանենք Եվ այդ շրջանը իրեն շատ ապրեցնում էր եւ նույն ձևել արդեն սպասում էր, որ եղբայրը զույգ գտնի, որ դա էլ իրեն այսպես ասած ապրեցնի, էլի հնարավորինս։ Քանի որ նաև Էլեն, դու ընտանիքում տեսել ես այն ջերմությունը, որը ստացել ես քո ծնողների կողմից, ինչպիսի օրինակ են եղել որպես զույգ հենց քո ծնողները քեզ համար։ Ամենաճիշտ ու առողջ ու լավագույն օրինակը ես երջանիկ եմ դրանով, որ իմ ծնողները եւ մեծ սիրով են եղել իրար հանդեպ եւ մեծ սիրով են եղել մեր հանդեպ, ես ու եղբայրս ընդհանրապես չենք զգացել սիրո պակաս, բայց միշտ էլ գիտակցել ենք, որ մամայի համար առաջինը պապան է, պապայի համար առաջինը մաման, եւ դա առողջ ինձ համար այսպես ձևավորել է սիրո հարաբերության մոդուլը, այսպես ասած։ Միշտ փորձել եմ հնարինս այդ օրինակով գտնել զույգ, ավելի կոնկրետ չեմ էլ փնտրել, բայց ում հետ որ այսպես շփվել եմ, հասկացել եմ, որ չէ, սա պապային նման չի, ուրեմն վերջ, չգիտեմ, չէ, սա ոնց որ չի ստացվում այն հարաբերությունը, որը մամայի պապայի մոտ էր, ուրեմն վերջ։ Այսպես նշանածիս հետ
պատահաբար ծագեց սեր եւ հարաբերություններ, բայց հետո քիչ շփման ընթացքում հասկացա, որ վայ մի րոպե, ինչ նման է պապային, վայ մի րոպե, ոնց որ մաման ու պապան այս շրջանում որ ասել էր, այսպես են, հիմա ոնց որ մենք ենք այդպես։ Այսինքն դա ինչ որ չափ ենթագիտակցորեն երևի ինձ մոտ առաջացրել էր այդ օրինակը, որ ես արդեն այդ օրինակն էի փնտրում եւ եթե այդ օրինակը չկար, դա արդեն դառնում էր ինձ համար ոչ առողջ հարաբերություններ կամ լավ, եթե առողջ է, դա քեզ համար է առողջ, դա իմը չէ։ Որովհետև հա միշտ տեսել եմ շատ գեղեցիկ, շատ հասուն եւ շատ ինչ որ տեղել երևի երիտասարդ, հավերժ երիտասարդ սեր, որ ամենտեղ խոսելիս էլ միշտ այդ օրինակը բերել են, որ ասել են ոչ, սերը մի օր կորում է, ոչ, գիրքը մի օր կորում է, ոչ, հետաքրքրությունը միշտ ասել են ոչ, այ մամայի պապայի մոտ էսպես է, եւ դա մինչ օրս եւ միշտ էլ կլինի իմ ամենավառ, ամենաճիշտ սիրո օրինակը, որը ես իմ երեխաներին էլ կպատմեմ եւ հուսով եմ իրանք էլ այդպիսի հարաբերություններ կգտնեն եւ այդպես կշարունակվի, որովհետեւ մաքսիմալ առողջ էր։ Առողջ էր, որովհետեւ կարծում եմ հիմնված էր նաև ընկերության վրա։ Իրանք իրար սիրում էին շատ, բայց շատ լավ ընկերներ էին։ Իրանք իրար հետ կարող էին ինչ-որ ֆուտբոլ նայել եւ ծիծաղել, իրանք իրար հետ կարող էին թափրտել այդպես թողել հաջորդ օրը հավաքել, իրանք իրար հետ կարող են մինչեւ գիշերվա միլիոնը մնալ եւ միասին հավաքել, չգիտեմ, տարբեր թեմաներ քննարկել, թե գործնական, թե ընկերական, այսինքն դա երևի ամենաշատն էր, որ պահում էր այդ առողջ հարաբերությունները։ Եվ արդեն իսկ մեծ սերը, որ երբ սիրում ես, կարծում եմ, երբ սիրում ես, ուրեմն գերադասում ես։ Երբ սիրում ես, այսինքն գերադասում ես շատ հաճախ ավելին, քան ինչ որ քո ցանկություններ եւ այդտեղ արդեն առաջանում է փողզիջման պահը։ Այսինքն իրենց մոտ կար այդ փողզիջումը, մեկը մյուսին բալանսավորված զիջումները եւ այդպես շատ գեղեցիկ եւ սիրուն օրինակ էր ձևավորում իմ ու եղբորս համար, մենք միշտ այսպես նայում ենք իրենց կողքից։ Քանի որ նշեցիր հենց առողջ հարաբերությունների մասին, նշենք, որ մայրիկը առանձնանում էր իր գեղեցկությամբ, միշտ տարբերվում էր բոլոր թե տվյալ, թե հետագա արդեն ժամանակաշրջանի դերասանուհիներից, եւ ինչպես էր հայրիկիդ վերաբերմունքը հենց իր աշխատանքին, եւ արդյոք ժամանակ առ ժամանակ չէր հանդիսանում հենց օրինակ այդ սահմանները, որոնք կարող էր դնել հենց իր աշխատանքի մեջ։ Չէ, կարծում եմ, նախ շնորհակալ եմ, կարծում եմ չէ, որովհետև ամեն ինչ այնքան բալանսավորված էր, որ նախ ասեմ մաման չէր անի այնպիսի բան, որը պապային դուր չէր գա, եւ պապան էլ այնպիսի տեղերում չէր սահմանափակի, որը որ պետք էր մամայի անձնային աճին, մասնագիտական աճին, եւ արդեն իսկ պապան իր հետ ծանոթանալով արդեն այդ ժամանակ մաման նկարահանվել էր մեր բակում, արդեն հայտնի էր։ Այսինքն մաման պապան ծանոթանալով մամայի հետ արդեն ընտրել էր, չէ, այդպիսի տեսակին եւ համապատասխանում էր ուրեմն դա իր կարծրատիպերին, այսպես ասած։ Դրա համար չէ, երբեք չեմ տեսել ինչ որ սահմանափակումներ, ամեն բան միասին քննարկել են։ Ամեն, չգիտեմ, օրինակ մաման մի պրոյեկտում էր նկարահանվում, կարծեմ դա կիսատ մնաց, որի նկարանումները գիշերները պետք է լինեին։ Եվ իրենք երկուսով դա նորից դրեցին, մաման ամեն ինչը գալիս էր ասում էր արդ, այսպեսի բան ա եղել։ Իրենք երկուսով դրեցին, քննարկեցին, հասկացան որքանով որ հարմար է, որքանով հարմար չէ։ Միակ բանը երևի որ պապան նման դեպքերում կարող էր համաձայն չլինել, դա առողջության համար էր։ Այսինքն համաձայն չեմ, որ դու գիշերը նկարահանվես քո առողջության համար, բայց ես քեզ վստահում եմ եւ ոչ մի ուրիշ խնդիր չկա։ Կարող ենք հասկանալ, եթե դա պետք է մեզ, եթե դա քեզ հաճելի է, ուրեմն ոչ մի խնդիր։ Այսինքն նման բան պապայի կողմից չեմ տեսել, իմ հանդեպ էլ ինքը նման հայր չի եղել, հնարավորինս սահմանափակող, ավելի մաման է կողքից, այսպես էլ կա, սա պետք չի անես, սա պետք է անես, այսինքն մեր ընտանիքում այնպես էր ձևավորվում ամեն բան, որ կար փոխհարգանք, եթե դու դա գիտես, որ քո դիմացինին դուր չի գա, եւ դա իր համար շատ պրինցիպիալ է, չես անում, բայց եթե քո դիմացին էլ գիտի, որ դա քեզ համար շատ կարեւոր է եւ պետք է ինքն էլ դրա համար զիջման գնա, ուրեմն ինքն էլ դրա համար զիջման էր գնում։ Եվ այդպես միշտ ամեն ինչը իրենց մոտ բալանսի մեջ էր, էլի։ Նաև երբ որ նայում եմ ձեզ, բավականին նմանություն եմ գտնում հենց արտաքին տեսքը եւ ներքին ամբողջ հուզական այդ աուրան բավականին նման է։ Արդյոք ժամանակի ընթացքում եղել է ձգտում նմանվել մայրիկին եւ նույնիսկ ոճով որոշակի նմանություններ ունենալ նրա հետ։ Շատ շնորհակալ եմ։ Հա, ես միշտ փորձել եմ նմանվել իրեն,
Ինձ համար դա խնդիր չի ասել, անգամ մեծ պատիվ է, որ եթե ինչ-որ թեկուզ ոճով, թեկուզ ծիծաղի ձևով, չգիտեմ, ինչ-որ մի բանով ինձ իրեն նմանացնում են, ուրեմն փոքրուց յուրաքանչյուր ոճ, յուրաքանչյուր տեսակ, որ փորձում էր այսպես ասած հրամցնել, այսպես ասած ինձ մեջ դա ներդնել, միշտ ամենաառաջինն ասում էր, այ Քեթ Միդլտոնը Անգլիայի թագուհու հարսը այդպես է հագնում, դա շատ գեղեցիկ է, պետք է այդպես հագնես, եւ կարծում եմ, որ ձգտումը հնարավորինս փորձում էր այդ ոճին տանել եւ ինչ որ չափ ստացվում էր, ես շատ սիրում եմ հենց կլասիկ ոճը հագուստի։ Նաեւ սիրում եմ թիթիզ ոճը, որը որ այո, մաման ուներ, ամեն ինչով հա փորձել եմ նմանվել, գուցե էլի ենթագիտակցաբար, գուցե շատ բաներ գիտակցաբար, Քանի որ Զարան հենց ծիծաղի հոմանիշն է եւ միշտ բարձր տրամադրություն էր ապահովում յուրաքանչյուր շրջապատում, ինչպես կհիշես, ինչ դերակատարում է ունեցել ոչ միայն քեզ համար որպես ծնող, այլ նաեւ որպես ընկեր ու մշտական քո ճանապարհի աջակից։ որպես ընկեր շատ մտերիմ ենք եղել, էլի եմ ասում, չնայած որ մեր տարիքային տարբերությունը բավականին էր, 33 տարեկանում է ինձ ունեցել, միևնույն է, շատ այսպես ընկերների պես, շատ փոքր տարիքային տարբերություն ունեցող ընկերների պես շփում ենք ունեցել եւ ամեն բան ես վստահել ու պատմել եմ, ոչ թե որ ուղղակի դե մայրս է մոտիկ ենք, այլ ոչ, որովհետեւ ես գիտեի, որ իրականում նախ համար առաջին ինձ համար լավ ու ճիշտ կամեցողը ինքն էր եւ համար առաջին ամենաճիշտ ու սրտե խորհուրդները ինքը կտար եւ արդեն իսկ որպես ընկեր ամենա ինչ որ չարաճճի ձևերը շատ հաճախ շատ բաներ կարող է ավելի չարաճճի մտածեր քան ես ասեր ելքո դե լավ սենց ասա դե լավ սենց հարասում մամ այդպես չի լինի չէ լավ ելքա որ ճիշտ սենց ասա շատ ամեն ինչ շատ թեթև էր տանում շատ թեթև էր ամեն խոսակցություն բացում փակում որ ես այսպես մամ, մենք խոսում ենք դրա մասին, և արդեն ոնց որ քիչ-քիչ ես էլ սովորել և մտերմացել էի և համակերպվել էին մտքին, որ չէ, ինքը օքեյ իմ մաման է, բայց մենք այս բան ոնց որ ուղղակի ընկերներ ենք, ովքեր ինչ-որ թեմա են քննարկում, բայց ինքը կարողանում է շատ ուժեղ բալանս անել նորից մամային, որ կեսից խստանար և ասեր լավ էլ կա, դե հիմա գնա չգիտեմ մամաները լավ և այսպես շատ արագ, բայց էլի ինչ-որ միտեղ սղանցիկ կարողանում էր անցումը անել և շատ լավ ծնող և շատ լավ մայր էր, որ կարծում եմ ոչ մի հարցում որպես ծնող չի թերացել, ոչ մի պարագայում իր պակասը, բացը չենք զգացել և դա նաև մեծ ուրախություն է, որ կողքից էլ շատ ասել են, որ ինչ լավ են ձեր ծնողները դաստիարակել ինձ ու եղբորս կամ ինչ լավ են ես մի բանը սովորեցրել, պակասը չի եղել ու ես այսպես գիտակցել եմ մաման իսկապես ինչքան բան է կարողացել համատեղել և դրա հետ մեկտեղ համատեղել է անընդհատ ժամանակը մեզ հետ անցկացնելու տարբեր թեմաների շուրջ խոսակցություններ տանելու, սկսած ամենամանրուքից, չգիտեմ, դանակ պատառաքաղը, այս գտալը սրա համար, այս տարբեր տեսակներ, ամենամանրուքից մինչև արդեն կյանքի ինչ-որ լուրջ խորհուրդներ, որոնց մենք դեռ չենք էլ հասել և գուցե շատ երկար ժամանակ է պետք որ մենք հասնենք, բայց ինքը ոնց որ անդադար այդ պաշարը փորձի, խորհրդի անընդհատ տալիս էր։ Այսինքն եւ որպես ծնող միշտ որպես ծնող համար առաջին հերթին եղել է եւ ոչ մի բաց չի ունեցել եւ որպես ընկեր մեզնից էլ ավելի չարաճճի, մեզնից էլ ավելի այսպես ազատ, էլ ավելի այսպես հումորով։ Նաև էլ են, քանի որ ասում ես, որ որպես ծնող բավականին ավելի ազատ է եղել եւ ձեզ միշտ աջակցել է, ինչ դեպքեր կհիշես, որ կարող ես մեզ պատմել եւ հետաքրքիր կլինի նաև մեր դիտողին։ Ուրեմն փոքր ժամանակ մաման մաքսիմալ մեզ ազատ էր թողնում, ուր ուզում եք գնացեք, ինչ ուզում եք արեք, կարևորը երբ զանգեմ հեռախոսին պատասխանեք, ասեք ուր եք։ Շատ լավ։ Ես ու եղբայրս էլ այսպես որոշում ենք, կարող ենք նոր ճանապարհներ բացել, ինչ որ գնանք մինչև ինչ որ միտեղ կգտնենք եւ ֆռում հետ էին գալիս, այսքան ճանապարհը բացահայտել ենք մեզ համար։ Եվ այնպես էր ստացվել, որ մինչև մաման չէր զանգում, չէր կանչում, մենք մտածում ենք, ուրեմն շատ նորմալ է, մենք կարող ենք ինչքան պետք է մնալ դրսում։ Հիմա այսպեսի մի դեպք հիշեցի, որը միշտ մամային ծիծաղելով պատմում էինք, որ մի անգամ ինչ-որ գնացել ենք, հասել ենք, չգիտեմ, ուր ենք հասել, ինչ-որ շատ հեռու տեղ ենք հասել, այդպես դրսում, վա, երեխեք ջան, դուք զառա երեխեք չեք, բայց ինչ եք անում, բամա, արդեն ուշ ժամ է, էլի, բալ եկեք տուն,
գնացել ենք տուն, մեզ հյուրասիրել են, այսպես կերել ենք, խմել, չենք խմել, բայց կերել ենք, խաղացել ենք իրենց երեխայի խաղալիքներով, որը տատիկի տուններ եւ այլն, ինչ որ այսպես շատ խառը պատմություն։ Եվ հիմա այս կինը անընդհատ մեզ ասում է, դե երբ եք գնալու տուն։ Մենք չէ, հələ չենք գնալու տուն։ Բա մի փոքր ուշ մաման անհանգստանա, չէ, հələ չի զանգել, ուրեմն չի անհանգստացել եւ պատկերացրեք, որ արդեն երևի գիշերվա ժամը 1-ն է եւ իրանք որոշում են, որ մեզ տանեն տուն, բայց տան հասցեն չգիտեն, մենք էլ չգիտենք որ ասենք, եւ այնպես ստացել, որ ուղակի մաման աչքը կպել էր։ Այդ օրը շատ շուտ էր աչքը կպել եւ հիմա մեզ չի զանգել։ Եվ մենք էլ պատկերացնում ենք լավ, եթե չի զանգել, ուրեմն մենք կարող ենք մնալ եւ եթե պետքա գիշերը այդտեղ կմնանք, մինչեւ մաման կզանգի, կասի ուր եք։ Այսինքն ինքը այս չափ մեզ հնարինս ազատ էր թողնում, մենք էլ այդ տարիքում այսպես փորձում ենք այդ ազատությունից օգտվել, բայց հետո արդեն քիչ-քիչ այնպես էր լինում, որ հա դե մենք էլ ենք գիտակցում, որ դե լավ, եթե չի զանգել, ոչինչ, ուրեմն ժամանակն է գնալու։ Ու կարծում եմ, իհարկե ես փորձառու չեմ երեխա դաստիարակելու, ես ինքս էլ դեռ երեխաներ չունեմ, ոչ մեկին էլ այսպես չեմ ուղղորդում, բայց կարծում եմ, որ շատ հաճախ մամայի դաստիարակության հենց գլխավոր բանալիներից մեկը այն էր, որ ինքը փորձում էր մեզ ազատ թողներ, որ մենք որոշումը կայացնենք, մենք գիտակցենք պետքա թե չէ, եւ հենց դրա համար էլ շատ հաճախ գալիս էր իրավիճակ, որ մենք արդեն պահի իրավիճակից հասկանալով էինք անում քայլեր, որը ոչ մաման դրանից կզայրանար, ոչ մաման դրանից կջղայնանար, այլ ընդհակառակը դա արդեն կլիներ այն ինչ իրան պետքա։ Շատ հաճախ ինքը ասում էր, դու ինչ ես մտածում այս իրավիճակում, ոնց պիտի անես, կամ արդյոք ժամն է, որ պետքա գաս տուն, կամ արդյոք էսպես պետքա անես։ Եվ դա կարծում եմ, այո, որ գլխավոր բանալիներից էր, որ էլի ամեն ինչ բալանսավորված էր, որովհետև ինքը ազատ էր թողում, մենք էլ էսպես ազատության փախչելու ցանկություն չէինք ունենում։ Նաև քանի որ խոսում ենք հենց նրա մասին, անցնենք այդ առողջական խնդիրների բարդացման փուլին, իրականում երկար ժամանակաշրջանում խնդիրը կար, բայց կարող ես հիշել ինչպես խնդրի մասին իմացաք եւ ինչ լուծումներ սկսեցիք այդ ուղղությամբ տալ։ Ուրեմն առողջական խնդիրներ մաման երկար ժամանակ է որ ուներ, կապված սրտի հետ։ Դա բազմիցս ասել եմ, որով ինքն էլ է բազմիցս ասել, քանի որ բայց հա գուցե մարդիկ կան որ չգիտեն, քանի որ պապիկս էլ ուներ սրտի խնդիր եւ այդպես կարծեմ պապիկիս մեծ քույրն էլ, այսինքն այսպես ոնց որ գենետիկորեն եկել էր եւ մաման էլ շատ հաճախ հումորով ասում էր, ինչ լավ է ես վերցրել եմ այդ խնդիրից մեջ, բայց շատ կուզեմ որ ձեզ դա չգա։ Թող ին վրա դա վերջանա։ Սրտի խնդիր ուներ, որը այո, սկզբում այդքան սուրճ չէր, ինչքան որ արդեն վերջին этаպում։ Սրտի խնդրի պատճառով հատուկ դեղեր էր խմում, որոնք որ արդեն գուցե քիչ-քիչ վնասում ու քայքայում էին այլ օրգաններին։ Այսպես իր մոտ առաջացել էր երիկամի խնդիր, որի համար կատարվեց երիկամի հեռացում։ Դա արդեն արագ տվեց այլ խնդիրներ, երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանա նարկոզից դուրս գալ։ Եվ դրանից հետո ինքը որոշեց, որ էլ երբեք վիրահատության չի մտնի, քանի որ շատ ռիսկային էր իր համար եւ արդեն իսկ երիկամի վիրահատության ժամանակ դժվար դուրս եկավ նարկոզից, իսկ բժիշկներն ասում էին, որ քո սրտի խնդիրը այնքան է զարգացել, որ միակ լուծումը դա սրտի փոխպատվաստումն է։ Մաման կատեգորիկ որոշել էր, որ ոչ, ես այդ ռիսկին չեմ գնա, կամ լավ, մի օր կգա հասկանամ, գնամ թե ոչ։ Բայց երբեք այդ օրը չէր գալիս, որովհետև միշտ վախենում էր այդ որոշումը կայացնել, որովհետև գուցե մտածում էր, որ գուցե այդ որոշման հասնել, այսինքն այդ որոշումը կայացնի եւ երբ վիրահատությունը լինի, գուցե այդքան է ուրեմն իր կյանքը լինելու եւ ինքը կարծում էր, որ չի տեղավորի այն ամեն ինչը տալ մեզ եւ շրջապատին այդքան ժամանակահատվածում եւ հնարավորինս փորձում էր այդ ժամանակահատվածը ավելի մեծացնել, լայնացնել կամ թողնել, երբ պետք է ժամանակը գա։ Դրա համար այսպես սրտի խնդիրը եւ երիկամը արդեն մնացել էր մեկ երիկամ, պատկերացրեք արդեն ընդեղերը, որոնք որ պետք է երիկամը զտի, արդեն այս երիկամն էին դժվարանում, այս մի երիկամը։ Եվ այդպես շատ խառը տարբեր օրգանների
այսպես պայքար էր գնում, շատ օրգաններ այլևս էլ չէին կարողանում պայքարել եւ քիչ-քիչ այդ առողջական խնդիրը ավելի սրվում էր։ Մենք այդքան էլ չէինք պատկերացնում, գուցե ինքն էլ չէր պատկերացնում, որ արդեն խնդիրը այլ օրգանների մեջ է, պատկերացնում էր, որ հա, դե սիրտս է, դե լավ, երիկամն էլ աշխատում է, բայց մենք էլ այդպես մտածում ենք, լավ, սիրտն է, ինչ դեղը պետքա տալիս ենք, այսպես անգամ մի հատ դեղ ուներ, որ եթե վիճակը շատ-շատ է սրվում, այդ դեղն էլ ենք տալիս, դա շատ ռիսկային դեղ էր, բայց ոնց որ այդ բան հանգստացնում էր իրեն։ Այսինքն մենք շատ կոպիտ ասած, բոլորս ուղղակի մեր գլխի տակ դրել էինք փափուկ բարձ, մտածելով, որ լավ, դեղերը իրավիճակը ստաբիլ պահում են։ Ժամանակ առ ժամանակ էլ գնում ենք հիվանդանոց, ուրեմն դե ինչ է պետք, ինչ բժիշկները կարող են անում են, մենք էլ մաքսիմալ վստահում էինք եւ այո, որովհետեւ լավ բժիշկ էինք ընտրել։ Ուղղակի ցավոք սրտի արդեն այո, ամեն ինչ հասել էր նրան, որ միակ լուծումը սրտի փոխպատվաստումն էր, որին արդեն այդ ժամանակահատվածում գնալն էր ոչ թե ռիսկային, այլ անհնար։ Որովհետեւ եթե դեռ ժամանակ կար, որ ռիսկային էր, բայց հնարավոր էր, արդեն այս этаպում անհնար էր եւ եթե գուցե ինչ որ մի ձև հնարավոր լիներ, հետևանքները շատ ավելի բարդ էին, որոնք մաման էլ պատրաստ չէր եւ ֆիզիկապես եւ հոգեպես այդ ամեն հետևանքները տանելու։ Քանի որ ասում են, որ հիվանդությունը հենց մարդուն քայքայում է ու փոխում է, արդյոք ինչ ես կարծում, ինչպես ազդեցություն ունեցավ հիվանդությունը նաև մայրիկիդ վրա։ Քանի որ ինքը անընդհատ էր հումորով, անընդհատ էր ծիծաղկոտ եւ գուցե դա էլ էր պատճառ, որ ինչպես նշեցի, փափուկ բարձր էինք դրել մեր գլխի տակ, այսինքն դա էլ էր պատճառ, որ մենք չենք գիտակցում իսկապես պահի մաքսիմալ լրջությունը, երևի ամենաշատը, որ փոխել էր իր տեսակի մեջ, դա տեսակի մեջ չեմ կարող ասել, դա ուղղակի ավելի ինքը ավելի հնարավորինս թույլ էր, ավելի հնարավորինս այսպես հանգիստ, գուցե շատ բարձր չէր ծիծաղում, գուցե շատ ակտիվ չէր արդեն շարժուձևի մեջ, այսպես ավելի շատ ուզում էր քնել, բայց միևնույն է, քնելուց 1 վայրկյան պակաս կարող էր ինչ-որ հումոր անել, կարող էր ինչ-որ շատ ծիծաղելի դեպք հիշել, որ մտածենք մամ, այս վիճակին դու ո՞նց ես դա հիշում։ Կարող ենք օրինակ ասել շտապ օգնություն կանչենք, գան, մամ, մի հատ հասկանանք, կանչենք, չկանչենք, մենք էլ շատ հաճախ այսպես տարակուսանքի մեջ էինք ընկնում, որովհետև ամեն իր առողջական վիճակից ամենաշատը, եթե իր բժշկից մի փոքր պակաս ինքը գիտեր այս հարցում ինչա պետք, այս հարցում ումա պետք, չգիտեմ, դիմել կամ ուր գնալ եւ այլն, եւ շատ կատեգորիկ էր նայում, որ մենք շտապ օգնություն կանչենք, եթե ինքը թույլ չի տվել։ Այսպես կարող է շատ վատ վիճակում, բայց մենք ռիսկի չենք էլ գնում կանչել, որովհետև կարող էր հետո շատ վատ լինել մեր վերջը, որովհետև շատ հաճախ արդեն ինքը գիտեր, այսպես ասած դիագնոզը շատ հաճախ գիտեր, թե ինչա պետք անել այդ իրավիճակում եւ անիմաստ էր գտնում շտապ օգնություն կանչել, գնալ հիվանդանոց։ Այսինքն դա շատ ծայրահեղ դեպքերում էր, որ եթե մենք գնում էինք ոչ պրոֆիլակտիկ, այլ շտապ օգնության մեքենայով։ Դրա համար տեսակի մեջ չէր փոխել, այսպես եմ ասում, կարող էինք ասել մամ կանչենք շտապ օգնություն, մեկ էլ ինչ-որ մի հատ հումոր անել, որ անցած շտապ օգնության թիմը այդ հումորը օրինակ արել էր կամ այդ իրավիճակում հայտնվել էին, որ ասում ենք մամ շատ վատ է, ո՞նց ես դա հիշում, դիր մի կողմ, եւ դրա համար տեսակի մեջ այլ եմ կրկնում, ոչինչ չէր փոխվել, մինչեւ վերջել Ալլա Պուգաչովայի հետ կապված ինչ որ բաներ էր հիշում, երգեր, հումորներ, իր տեսակը ոչինչ երևի չկարողացավ այդպես էլ փոխել, որովհետև գուցե նրանից էր, որ շատ մեծ հավատքի մեջ էր եւ արդեն այդ խնդիրները ամեն ինչը շատ ոնց որ սենց ասեմ, մակերեսային եւ ֆիզիկապես էին, որը իր հոգին չէր կարող փոխել։ Հասկանում եք ինչ եմ ասում, քիչ դժվար եմ բացատրում, բայց ես այդպես եմ ամեն ինչը մտածում եւ գուցե դա էլ ավելի հնարավորություն է տալիս ամեն ինչին ավելի մի փոքր այլ կերպ նայել։ Բայց ելեն որքան էլ որ այդ կենսուրախությունը կամ իր մարդկային էությունը պահպանվում էր, կար որոշակի ցանկություն հեռու մնալու եւ ավելի շատ փակ մնալու իր խնդրի հետ, արդյոք այդ ժամանակ չկար այդ ցանկությունը, որ ավելի քիչ շփվի ու ցույց չտա իր ցավը այլոց կամ իր խնդիրները ցույց չտա այլոց։ Հա, ընկերների շրջապատի մեջ գուցե, որովհետեւ շատ հաճախ ընկերներ կային, որ օրինակ գրում էին զարգան քեզ տեսնեն կամ ինձ էին գրում,
ամեն անգամ ասում էր ոյ շատ եմ կարոտել, շատ եմ ուզում գա, բայց նենց չեմ ուզում ինձ էսպես տեսնել։ Այսինքն ոչ թե ինքն էր ուզում իրեն պարփակեր, որ ինձ թողեք մենակ իմ մտքերի հետ, այլ ուղղակի չէր ուզում, որ իրեն այդպես տեսնեն, որ հանկարծ չտեսնեն մի փոքր քիչ ծիծաղկոտ, մի փոքր, այսինքն պատկերացրեք, եթե սովորաբար 100% էր դա իր մոտ, հիմա 90%-ը ինքը չէր ուզում տեսնել, որ այն 10%-ը չկա այլևս ծիծաղելու, հումորներ անելու, դիմացինի տրամադրությունը բարձր պահելու։ Ինքը այնպիսի մարդ էր, որ միշտ կարևորում էր շփման մեջ, դա կլինի 2 հոգով, դա կլինի ինչ-որ խմբով, միշտ կարևորում էր դիմացինի տրամադրությունը բարձր պահելը եւ դրանից արդեն բխում էր իր տրամադրությունը։ Այսինքն դա անընդհատ շփման մեջ էլա, չէ, աշխատանք, որ դու ուղակի չես կարող հանգիստ լինել, այլ պետք է ամեն ինչ անես, որ դիմացին իրեն լավ զգա, դիմացինը բարձր տրամադրությամբ լինի։ Այ գուցե դրան արդեն այդ չափ պատրաստ չէր ոնց առաջ եւ գուցե շատ հաճախ էր նեղվում էր, որ իրեն այդպես կտեսնեն։ Անգամ այսպես իմ ընկերներից մեկը ամուսնացավ, որի համար շատ երջանիկ էր, այսպես շատ երկար ժամանակ էր ինքը աղոթում, որ ամեն ինչ շատ լավ ստացվի, բալիկի, պետք է սպասի եւ հարսանիքին շատ էր երազում գնալ, բայց ցավոք հենց այդ մտքով էլ չգնաց, որ այսպես չեմ ուզում ինձ մարդիկ տեսնեն, ասում եմ, բայց ոչինչ, իսկապես ոչինչ իր արտաքնի մեջ չէր փոխվել։ Միակ բանը, որ ինքը նեղվում էր, դա, հա, ել եմ ասում, այն էր, որ գուցե այդ չափ կենսախինդ չէր եւ միայն շնչառական սարքն էր, որ ասում եմ, դա շատ նորմալ է, մարդիկ կան այդ շնչառական սարքով պայուսակի մեջ չէ կամ փոքրիկ դնում քայլում են, բայց միևնույնն է, ոնց որ ուզում էր բոլորը ուղակի այդպես իրեն մաքսիմալ ակտիվ, մաքսիմալ այսպես ժպտերես եւ շնչառական սարքն էր խնդիր, որ կարողանար հանգիստ խոսել ու ծիծաղել, որովհետեւ կեսից կարող ասեր վայ մի րոպե շունչս կտրվեց, նորից դնեմ եւ այլն։ Չէր ուզում, հա, չէր ուզում իրեն այդպես տեսնել, այդպես հիշեն, բայց միևնույնն է, տեսակը չէր փոխել, միևնույնն է, ընկերներին շատ սիրում, գնահատում եւ շատ ուրախանում էր, որ ամեն դեպքում որ ասում էր, չէ, չեմ ուզում, ամեն դեպքում գալիս էին եւ լավ ժամանակ էին անցկացնում ու վերջում ինքն է գիտակցում էր, որ չէ, բայց շատ լավ ժամանակ էր, որովհետեւ ընկերները ինչի համար են հո ընկերությունը այդ մի շնչառական սարքով չէր փոխվելու։ Միևնույնն է, ինքը էլի կենսախինդ էր, միևնույնն է, էլի էներգիա էր ծախսում դիմացինի տրամադրությունը բարձր պահելու համար։ Նաև ելեմ որքան էլ օրինակ ձեր վերաբերմունքը կամ ձեր ապրումները լինեն, միշտ տարբեր է լինում այն մարդու ապրումը, ով այդ մարդուն ճանաչել է, սիրել է, տարբեր փուլեր է ունեցել, սիրուց դեպի արդեն ընկեր, ինչպես էր քո հայրիկի վերաբերմունքը այդ ժամանակ եւ ինչպես էր իր ապրումները։ Հայրիկի ապրումները մինչև հիմա դժվար են եւ ամեն ինչ իրան շատ ավելի բարդ է տրվում, քան ինձ ու եղբորս, որովհետեւ ինքը միշտ էսպես եղել է տան պաշտպանը եւ հիմա շատ արագ ոնց որ իր թևերը կտրվեցին եւ շատ արագ ինքը դարձավ արդեն տան այն անդամը, ում պետքա պաշտպանեն։ Եվ գուցե արդեն այդ պատասխանատվությունը եկավ իմ եղբոր վրա, որ շատ հաճախ փորձում ենք ավելի, այսպես, եթե տեսնում ենք հիշումա ու նեղված, ինչ-որ էլի հումոր անենք, որ ինքն էր անում, գուցե դա էլ է ցավացնում, բայց դրական էներգիայով փոխենք եւ շատ կրկնում ենք, պապաս էլ է հավատքի մեջ, բայց շատ կրկնում ենք, որ Աստծո գործերը անքննելի են։ Մեզ համար դա շատ ցավ է, մեզ համար դա մեծ կորուստ է, որովհետեւ մենք էգոիստ ենք, մենք բոլորս էգոիստ ենք, մենք դիմացինի կորուստը դա ցավը մեր անձի նկատմամբ, որ մենք մնացինք առանց իրա, բայց չէ որ իրա համար դա վատ բան չի, եթե ինքը փորձել է հնարավորինս ճիշտ կյանքով ապրի։ Մենք կարծում ենք, որ մաման փորձել է հնարավորինս ճիշտ կյանքով ապրել եւ ինքը հիմա շատ ավելի լավ տեղում է, որովհետեւ վերջին շրջանում շատ դժվար էր իրականում իրան տրվում, ինքը ցույց չէր տալիս, բայց մենք կողքից նկատում էինք, որ թեկուզեն, որ ինքը նայում է հեռուստացույցով եւ երազում է, որ այ եթե ես այս վիճակում չլինեի, գուցե ես էլ հիմա այդտեղ նկարահանվեի եւ դա էլ էր իր կյանքում մեծ բան, որ իրեն էլի ապրեցնում էր։ Շատ հաճախ գուցե ինքը շատ մտքերից նեղվեր, որ գիտակցում էր, որ ինչքան էլ որ մոտենա ժամանակը հարսանիքի իմ եղբոր,
ինքը չի կարողանա առաջվա պես էներգիայով լցված լինի, որ ամենը կազմակերպի, մասնակից լինի, իսկ ինքը դա շատ էր ուզում ու երազում։ Այսինքն նման մտքերը, առաջին հերթին մտքերը, հետո նոր ֆիզիկապես արդեն դժվարություններն ու ցավերը այս կյանքում սենց ասած ապրելը դարձրել են իր համար շատ դժվար։ Եվ հայրս էլ եւ մենք էլ գիտակցում ենք, որ ինքը ավելի լավ տեղում է։ Եվ այն ցավը, որ մենք ապրում ենք, արդեն դա էգոիստաբար ցավ է, որ մենք մեր էգոյի մասին ենք մտածում, որ մենք մնացինք առանց իրա։ Ես չեմ ցավում, թե դու ինչպես գնացիր, ես ցավում եմ, թե ես ինչպես մնացի մենակ։ Ու դա անընդհատ պապայիս եմ ասում, որ դու մի նեղվի, որ ինքը հիմա այստեղ չի, որովհետև ինքը ավելի լավ տեղում է։ Կարաս նեղվես, որ դու մնացիր առանց իրա, բայց քո կողքին ենք մենք, անշուշտ մենք չենք կարող լրացնել այն ինչ մաման կարար լրացներ, թե ես իմ եղբոր կյանքում, թե իրանք իմ կյանքում, թե մենք պապայի կյանքում, ոչ մեկս չեն կարող մեկս մյուսին լրացնել, մյուսի համար, բայց այդ միտքը, որ մաման ավելի լավ տեղում է եւ մենք էլ պետք է հնարինս փորձենք ճիշտ ապրենք, որ մի օր հանդիպենք, ինչ որ չափ հանգստացնում է, թե մեզ, որ մենք անընդհատ դա պապային կրկնում ենք, թե պապային, որ արդեն պապան էլ լցված վերջին օրերը երևի ավելի շատ այդ մտքով, որ հա ես ուրեմն որպես ծնող ձեր կողքին եւ մեջքին լինեմ, դեռ ինքը շատ թևաթափեր, ինքը ապրելու իմաստը ամբողջությամբ կորցրել էր։ Թե որպես ծնող ձեր կողքին լինեմ, արդեն երկու ծնողի փոխարեն, թե ուրեմն ինչքան որ Աստված թողել է, որ ես ապրեմ, ուրեմն ապրեմ հնարինս ճիշտ, որ Զարայից հանդիպեմ։ Արդեն ինքը այդ մտքով է էլի լցված։ Նաև ելեմ որն էր մայրիկիդ վերջին այն ցանկությունները, որոնք նա ցանկանում էր, որ գոնե իրենից հետո այդ ամեն ինչը կատարվի։ Ասեմ, ցանկությունները երևի շատ տարբեր էին ուղղված ինչ որ ցանկությունների, ինչ որ ցանկությունների եղբորս եւ պապային։ Պապային այն էր, որ այո, ինքը ուժեղ լինի, չնայած որ ինքն էլ պապաս էլ մամայիս վրա 13 տարի էր մեծ, տարիքային տարբերությունը 13 տարի էր, այսինքն պապաս էլ հիմա շատ մեծ տարիքում է, որպեսզի կարողանա շատ երիտասարդի պես երկու ծնողի պատասխանատվություն կրել իր վրա, միևնույն է մաման ասում էր, որ դու կմնաս եւ դու պետքա այդ պատասխանատվությունը վերցնես քեզ վրա։ Հիմնականում դա հոգեպես արժեքների մասին է։ Հիմա էլ պապան այսպես մի հատ գովազդ փոքրիկ այսպես ասած մտնեմ, շատ հաճախ ասում է, «Ոյ շատ ուշ եք քնում», էդ էլ է պատճառ, որ ես հասկանամ, չէ, ես հնարավորինս երկար պիտի մնամ, որ գոնե ձեզ սովորացնեմ շուտ քնել։ Այսինքն նման փոքրիկ ինչ որ մանրուքներ մամայի կողմից ոնց որ խնդրանք, հորդոր, ցանկություն պապային, որ որպես ծնող դեռ մնա, դեռ ինչ որ բաներ, եթե մեր մեջ դեռ ճիշտ դրված չեն, այսպես ասած ճիշտ դնի։ Իմ հետ կապված եւ եղբորս հետ կապված էլի տարբեր տեսակի ցանկություններ եւ խնդրանքներ եղել են, որոնք որ գուցե ինքը վերջին օրերին չի ասել, բայց այսպես որ նստում ու գիտակցում ենք, որ հա, իրա երևի ամենամեծ ցանկությունները դրանք կլինեին, բայց միևնույն է ամեն ինչից զատ ամենամեծ ցանկությունը, որ կա, դա որ հնարավորինս ապրենք այո ճիշտ, պահելով հնարավորինս մարդ ենք չենք կարող իդեալական լինել, հնարինս պահելով պատվիրանները, հնարինս արժանավայել ապրել, որպեսզի արժանանանք արդեն այսպես ասած դրախտին եւ արդեն այդ հավատքը մեր մեջ այնքան ուժեղ լինի, որ մենք էլ կարողանանք մեր երեխաների հետ այնպիսի զրույցներ տանենք, որոնք որ ժամանակին մաման մեզ հետ տարել, որ մեր երեխաներն էլ լինեն այդ հավատքի մեջ։ Նաև ելեն, եթե ամփոփենք, որպես անձ դու ինչ նպատակ ունես քո կյանքի հետագայում իրականացնելու համար, եթե ժամանակահատված ընտրենք մոտավորապես 10 տարի հետո ինչ նպատակներ ունես, որ պատկերացնում ես, պետք է որոշակիորեն ի կատարածվեն։ Մի փոքր բարդ է, երևի մինչև մամայի գնալը լրիվ ուրիշ էր ամեն ինչ։ Ինչու եմ ասում, որ սերիալի հայտնվելը իմ կյանքում մեծ բան փոխեց, որովհետև երևի արդեն իսկ հաջորդ օրը մամայի իմ մոտակա նպատակները կապված էին, թե ոնց անենք, որ այդ արարողությունները ճիշտ անցնի։ Ես հեռուն չէի տեսնում արդեն։
Հետո երբ որ այդ ամեն этаպները անցանք, այսպես եկավ մի հատ շատ դատարկություն եւ ոչինչ էլ կյանքում մանավանդ որ տեսնում էի papayin է տենց կոտրված, մեզ համար էլ է շատ բարդ, էլի եմ ասում, ինքը եղել է մեզ համար սար, մենք հիմա տեսանք, թե ինչքան ինքը թուլացավ եւ դրանից չես կարող դու էլ ավելի չթուլանալ։ Սերիալը իմ կյանքում հայտնվեց ու ոնց որ համենայն դեպս առաջացրեց ցանկություն հաջորդ օրը եւս արթնանալու եւ հաջորդ օրը եւս սպասելու, թե երբ մյուս նկարանումը լինելու։ Դրա համար դեռ չեմ կարող խոսել այդքան բավականին հեռու ապագայի մասին, մանավանդ որ շատ բաներ կա, այսպես ես էլ չգիտեմ անելու եմ, չեմ անելու, ինչպես եմ անելու, այնքան նպատակներ ունեինք օրինակ հարսանիքի հետ կապված, այսպես որ դնում մտածում եմ, հասկանում որ ինչքան բան կար իմ կյանքում, որ ես այսպես դրել էի նպատակ եւ մտածում էի որ կանեմ, որովհետեւ դա մաման էր ուզում եւ դա մամայի համար էր կարեւոր, բայց ոչ թե որ ուղղակի դա մամայի համար կարեւոր էր եւ անեմ, այլ որովհետեւ դա մամայի համար կարեւոր էր եւ ես որ տեսնեի իր ապրումը, դա ինձ էլ կուրախացներ։ Դրա համար այսպես ընդհանրապես չեմ պատկերացնում դեռ մոտակա շրջանում կամ արդեն շատ հեռու ինչ եմ անելու, որ կետում եմ լինելու կամ ինչպես իմ առջև դռները կբացվեն, որ դռները կբացվեն, որ ճանապարհները կհարթվեն կամ որ ճանապարհների ես կընտրեմ։ Այսպես չեմ կարող պատասխանել, որովհետև երևի ինչ որ ժամանակ էլ է պետք, որ ես դեռ մտածեմ, որ լիովին հասկանամ, ես իմ կյանքում անելու եմ, թե ոչ, եթե հիմա մաման չկա, որովհետև ես դա ուզում եի անեի, որովհետև ինքը կար ու այդ հետաքրքիր էր իրար հետ անելը։ Կամ այդ հետաքրքիր էր, որ ես անեի ու հասնեի, որ ինչ որ այս կետին հասնեի, որ ես այդ կետին հասնելուց խոսեի մամայի հետ կամ մամայի մասին, կամ դա անեի մամայի հետ, կամ դա կազմակերպեի մամայի հետ։ Այսպես մի հատ փոքրիկ օրինակ բերեմ, շատ փոքրիկ։ Ինչ որ օրինակ վիդեոյի միտք է գալիս, որ ես նկարեմ, ուսենց պայտակ մոռանում եմ այդ զգացողությունը, այսպես մտածում եմ, վայ մաման էսի շատ կհավաներ, ու ասում բայց եթե չկա, չեմ էլ ուզում անեմ, որովհետև ես գիտեմ, որ ինքը շատ կհավաներ, եւ արդեն այդ իր հավանելուց, այդ իր խոսքերից, որ վայ էլ կա շատ ծիծաղ, ինքը այդպես էր էլի ասում, վայ էլ կա շատ ծիծաղալա, վայ էլ կա շատ լավն է, արդեն դա մոտիվացիա էր տալիս, որ մի հատ էլ ինչ որ այդպիսի մի բան նկարեմ, դա օրինակ վիդեոյի մասին է, կյանքում տարբեր բաներ, թող լինի իմ համալսարան ավարտել եւ ինչ որ մասնագիտություն, այդ մասնագիտությամբ շարունակելը շատ ուզում էր, կամ թող լինի ինչ որ արդեն մեծ ֆիլմերում նկարահանվելը։ Էլեն, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ կյանքի յուրաքանչյուր շրջափուլում, որտեղ էլ որ հայտնվես, կհայտնվես այն տեղում, որը ի սրտե ցանկանում ես եւ գիտես, որ գուցե իրականում հիմա քո կողքին չի, բայց նաեւ երկնքից կհպարտանա քեզանով ու հաստատ վստահ եմ կանես քո առավելագույնի չափով։ Ես շատ շնորհակալ եմ հարցերի համար, շատ շնորհակալ եմ այստեղ ինձ հրավիրելու համար եւ լավ զրույցի համար։ Մաման դա մեզ տվեց եւ իրա գնալուց հետո էլ ավելի ուժեղացավ։ Ես կարծում եմ, որ ուր էլ կլինեմ, ինչ էլ կանեմ, իհարկե անգործ նստելը եւ ուղղակի սпасելը, որ Աստված մի հրաշք կանի, դա էլ է սխալ, բայց կարծում եմ, որ այսպես ասած 10 տարի հետո որ կետում էլ կլինեմ, ուրեմն դա էր բարին ինձ համար, ուրեմն Աստված այդ ճանապարհն է ինձ համար հարթում։ Ես հիմա փորձում եմ գործել եւ հուսով եմ, որ ճիշտ ճանապարհով կքայլեմ եւ այո, ամենաշատը, որ ամեն ինչն էլ որ անեմ, մամային հաջող կլինի եւ մաման եթե լիներ, կասեր ապրես եւ հիմա էլ ինքը կտեսնի եւ կասի ապրես։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ձեզ եւս շնորհակալ ենք, վստահ ենք, որ այս զրույցը ձեզ դուր կգա եւ հետաքրքիր կլինի ձեզ համար։